Այնինչ հարիր է եվրոպական երկրներին, Հայաստանում կարող է եւ հասարակության հակազդեցության պատճառ հանդիսանալ։ Մեկ անգամ արդեն Հայաստանում սխալվել են եւ օրենսդրորեն երեխային համարել մինչեւ 18 տարեկաններին։ Այժմ փորձում են ելք փնտրել այդ վիճակից։ Եթե երեխա է, ուրեմն չի կարող ամուսնանալ։ Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին կառավարությունը համաձայնություն է տվել ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին, որը նախատեսում էր աղջիկների ամուսնության տարիքային շեմը 17-ից բարձրացնել 18-ի։ Օգոստոսի 9-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը նամակ է ստացել եզդիների համայնքի կողմից, որտեղ նրանք խնդրում են աղջիկների ամուսնության տարիքային շեմը իջեցնել մինչև 16 տարեկանը։ Վարչապետը հիշեցրել է, որ Ռուսաստանում 14 տարեկանից թույլատրվում է ամուսնություններ եւ օրենսդրական սահմանափակումներ չկան։ Եթե իրականում ամուսնությունը այնուամենայնիվ կատարվում է, ուրեմն կարիք չկա, որ Հայաստանի կառավարությունն օրենսդրական փոփոխությամբ խաթարի մարդկանց բնականոն կյանքի ընթացքը։ Հանձնարարվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության, առողջապահության նախարարություններին մեկ անգամ եւս քննարկել այս հարցը, սակայն դրանով խնդիրը չի լուծվում, քանի որ երեխաների իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածում գրված է, որ այդ օրենքը տարածվում է մինչև 18 տարեկան անձանց վրա։ Եթե այժմ կառավարությունը ընդառաջ գնալով եզդիների խնդրանքին փորձի աղջիկների ամուսնության տարիքային շեմը իջեցնել 18-ից, ապա հակազդեցություն կառաջանա երեխաների իրավունքների մասին օրենքի հետ։ Նշանակում է, որ սկզբից անհրաժեշտ է փոփոխություններ կատարել երեխաների իրավունքների մասին օրենքում, դադարել օրենքով երեխա համարել մինչև 18 տարեկան անձանց եւ հետո միայն մտածել, թե որքան է լինելու աղջիկների ամուսնության տարիքային շեմը։